Երկարատև չդադարող ծափերով հանդիսականը դիմավորեց հայ և համաշխարհային դասական ստեղծագործությունների անգերազանցելի մեկնաբան Սվետլանա Նավասարդյանին։ Երաժշտական քննադատները ժողովրդական արտիստին անվանում են դաշնամուրային հրաբուխ։ Իրեն հատուկ կատարողականությամբ ու վարպետությամբ դահլիճի լռության մեջ տարածվում են Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները։ Սվետլանա Նավասարդյանին նվագակցում էր Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Համաշխարհային հեղինակության դաշնակահարի հետ սիմֆոնիկի առաջին համատեղ համերգն էր, նվիրված Բախի 340-րդ հոբելյանին։ Եղիսաբեթ Թագուհու անվան, Շումանի, Բախի և Սիդնեյի միջազգային մրցույթների մրցանակակիր ժողովրդական արտիստը Բախի դաշնամուրային կոնցերտների շարքից 3 լավագույնները առաջին անգամ էր սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացնում Գյումրիում։ Դասական երեկոն այն բացառիկների շարքից էր, որտեղ երաժշտագետները առիթ ունեցան լսելու, զգալու գերմանացի կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Բախը երևի թե ժամանակի ամենահզոր հանճարներից մեկն է, որին ծանոթ եմ ես և ծանոթ է ողջ աշխարհը։ Նա սոսկ կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար չէ, նա ռիտուալ է։ Բոլոր կարևոր տոներն ու օրերը Գերմանիայում միմիայն նրա երաժշտության ուղեկցությամբ է։ Բացառիկ անհատականություն է, ում արվեստը անխախտ կապ է երկնայինի և երկրայինի միջև, ինչը ապացուցում է համերգը։ Կոմպոզիտորի կոնցերտները իր արվեստին ու մեկնաբանության հատուկ ոճով ներկայացրեց Սվետլանա Նավասարդյանը, իսկ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծ պատասխանատվություն և առաքելություն էր վերցրել։ Դաշնակահարուհու կատարյալ տեխնիկան, ստեղծագործությունների հանդեպ ճշգրիտ մոտեցումը առանցքային որակներ են, որոնք նրան տարել են աշխարհի ամենահեղինակավոր բեմերը։ Իր պատկառելի տարիքին ժողովրդական արտիստը չի դադարում ստեղծագործել և չի մերժել սիմֆոնիկի հետ հանդես գալու առաջարկը։ Իհարկե լրջագույն աշխատանք էր պահանջվում, լինելով խորը պրոֆեսիոնալ երաժիշտներով հագեցած նվագախումբ, ունենալով այն ամենը, ինչ անհրաժեշտ է նման մենակատարի հետ համատեղ համերգ ունենալու համար, առաջին իսկ լսումից հետո Սվետլանա Նավասարդյանը իր գոհունակությամբ արտահայտեց այն, ինչը մեզ համար շատ սպասելի էր և շատ հուզիչ, որ այո, դուք այն նվագախումբն եք, որի հետ ես սիրով համերգ կտամ։ Դա մեզ համար կրկնվում եմ երևի մեծ պատիվ է։ Սվետլանա Նավասարդյանը ժողովրդական արտիստուհի է, սրանով ասված է ամեն ինչ։ Մեր հպարտությունը հայ դաշնամուրային արվեստի, կատարողական արվեստի փայլուն գագաթներից մեկը, որը ոչ միայն մեզ ներկայացնում է արևմտաեվրոպական երաժշտությունը պատշաճ կատարմամբ, կատարողական արվեստով, այլև զարմացրել է նաև հենց իրենց արևմտաեվրոպացիներին։ Դասական բազմաոճ երաժշտարվեստը տարբեր կոմպոզիտորների ստեղծագործությունները Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաճախ է ներկայացնում։ Համերգները լինում են նաև հրավիրյալ մենակատարների հետ։ Յուրաքանչյուր համագործակցություն դառնում է անհրաժեշտ փոխշփում հստակ նպատակով։ Մեր ակնկալիքը մնում է նույնը, ինչ որ բոլոր համատեղ համերգներին և ոչ համատեղ համերգներին։ Դասական երաժշտությունը լսելի դարձնել, ել ավելի ունկնդրի համար, ավելի հաճելի ու սիրելի։ Բայց իհարկե համագործակցությունները նպաստում են ավելի խորացնել, ավելի լրջացնել այդ մոտեցումը։ Շատ կարևոր է, որ հասարակությունը իսկապես իմանա ինչպիսի արտիստներ ունի և որքան կարևոր է նրանց ճանաչելը, ունկնդրելը և որակական փոփոխություններ կրելը։ Առաջին համատեղ համերգը Սվետլանա Նավասարդյանի հետ նոր համերգային ծրագրի ճանապարհ է բացում։ Սիմֆոնիկ նվագախումբը պատրաստվում է ժողովրդական արտիստուհու մենակատարմամբ ներկայացնել Բախի դաշնամուրային կոնցերտներից ևս 4-ը։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն,